Հարգելներս այսօր խոսելու ենք երիկամային կամ միզաքարային հիվանդությունների դեպքում քարափշրման մասին։ Ես գտնվում եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնում եւ այս կենտրոնի ուրոլոգիական ծառայության ղեկավար Արթուր Գրաբսկու հետ ձեզ ներկայացնելու ենք, թե ինչպես է տեղի ունենում այդ process-ը, երբ առանց վիրահատական միջամտության, առանց կտրված կանելու քարափշրում է կատարվում։ Բարև ձեզ, պարոն Գրաբսկի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր զրույցակիցն եք եւ այս անչափ կարեւոր թեմա եւ ինֆորմացնելու ենք մեր հեռուստադիտողին։ Ես էլ եմ շնորհակալ, որովհետեւ ազգաբնակչության տեղեկվածությունը միշտ թույլ կտա իրենց ճիշտ որոշում ընդունել։ Այո, եւ իրենց եթե հիվանդություն ունեն, ճիշտ մենեջմենտ կազմակերպի։ Այո, շնորհակալ եմ, ճիշտ է։ Պարոն Գրաբսկի, եւ այսպես քարափշրող սարք, դա մի քիչ ֆանտաստիկ կթվար մի քանի տարի առաջ, բայց հիմա այն շատ ակտուալ է դարձել եւ իսկապես օգնություն է բոլոր նրանց համար, ովքեր ունեն երիկամային քարեր, թեկուզ մանր քարեր, հնարավորությունը դրանք փշրելու եւ այսպես միզելու միջոցով ազատվելու այդ քարերից հրաշալի տարբերակ է, բայց այս խնդիրը լուծվում է զուտ քարերը փշրելու առումով, այլ պատճառը չի բուժվում։ Մի փոքր հակիրճ ներկայացրեք այդ խնդիրը, ինչ պատճառաբանություն ունի հետո գան քարերի փշրմանը։ Բժիշկները շատ ֆանտաստիկ բաների չեն հավատում, բայց իսկապես քարափշրման սարքը այն մեթոդներից էր բժշկագիտության մեջ, որը կոչվում է հեղափոխական, այսինքն երբ որ 1980 թվին գերմանացի մեր գոլեգաները առաջի անգամ կենթանի մարդու օրգանիզմում քարը փշրեցին, դա կոչվեց միզաքարային հիվանդության եւ վիրաբուժական մասի բժշկության հեղափոխություն, որտեղ կտրուկ փոխվեց հիվանդին կտրվածքը մեծ իր դրենաժներով, կարերով քար հանելուց ամբուլատոր պրոցեդուրա է, երբ որ քարը փշրում են եւ 1-2 ժամ հետո հիվանդը վերադառնում է տուն։ Եվ այո, իսկապես ֆանտաստիկ մասը կա, երբ որ 1, 2, 3 եւ ավելի մեծ քարեր են ունեցել փորձ փշրել, հիվանդը ուղղակի ավազ դարձած այդ փշրուկները մի քանի շաբաթում մեզ հետ դուրս գալով ազատվում է այդ լուրջ հիվանդությունից։ Այսինքն ցավերը նույնպես վերանում են, այո, որ մինչ այդ կարող են ուղեկցել։ Հենց որ քարից ազատվեց, իհարկե որոշ դիսկոմֆորտ եւ ցավ կարող ունենան, մինչեւ այդ մանր փշուրները կան, բայց բոլոր այդ վիճակները կառավարելի են։ Ի տարբերություն չփշրված եւ խոշոր քարից։ Ահա։ Բժիշկ, խնդրեմ ներկայացրեք այդ process-ը ինչպես է տեղի ունենում, ինչպես են կոտրվում։ Ձեր հարցի երկրորդ մասին էլ պատասխանեմ, որ մենք քարափշրումը միզաքարային հիվանդության բուժման մեթոդներից մեկն է, որտեղ ինքը ունի տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակ քարերի համար, եւ այո, մենք քարով զբաղվում ենք, քարը արդեն հետևանք է ինչ-որ process-ի, ինչ-որ նյութափոխանակության խանգարումների, հիվանդությունների, կյանքում պատահած ինչ-որ վիճակների, օրինակ, եթե կոտրվածքների մեծ պատճառով երկարատև անկողնային մնան, դա առաջի ֆակտորն է, որ ունենան շատ կարծր կալցի պարունակող քարեր։ Դրա համար դա միայն քարի հեռացմանն է եւ պարզեոր մեր բաժանմունքը ամենայն դեպս գիտեք աշնան անցած տարի 20-ամյակը տոնեցինք եւ բաժանմունքի հաջողության եւ ճանաչվածության մի մասը հենց միզաքարային հիվանդություններ եւ տասնյակ հազարավոր պացիենտ ունենք արդեն բուժած։ Այո։ Եվ երբ որ ներկայացնում ենք թե բժշկության եւ վիրաբույժների մեջ երբ որ նույնատիպ հիվանդին մոտավորապես 100-ից 150 վիրահատություն առած բժիշկ արդեն համարվում է փորձառու, իսկ 500-ից ավել արդեն էքսպերտ, մեր հանդիսատեսներից մեկը ասաց, որ 10,000-ից ավել փորձ ունեք, այսինքն թիվը սարսափելի մեծ եւ փորձառության համար ձեզ կարող ենք անվանել միզաքարային հիվանդության գուրուներ։ Իսկապես որ փորձը շատ մեծ էր եւ ինչ եմ դա ասում, որ պրակտիկորեն բոլոր հիվանդներին հսկվում է թե մեզ մեջ եղած կրիստալները, որտեղ մինչև քար ունենալ մենք այդ կրիստալներով կարող ենք հասկանալ թե ինչ տեսակ քար կասկածենք։ Այսինքն ավազային կուտակումից քար երկար ճանապարհ է։ Ինքը պացիենտներ ունենք, որ նույնիսկ նախկինում
20-30 տարի առաջ վիրատական եղանակով մեծ մարջանաձև քարը անելուց հետո մոտ 1 ամիս հետո համարյա նույն քարի չափ երիկամը առաջանում էր, որտեվ պրոցեսներ իր մոտ շատ անկառավարելի են եւ նույնպես առաջացան։ Սա հենց իմ հարցն է, պարոն Գրաբսկի, Դրա համար ասում եմ, որ այդ քարերը բացի հանելուց, նաեւ իրենց մենք ուղարկում ենք անալիզի, որպեսզի ըստ կազմի իմանանք ինչ անենք, որ այդ մարդը չունենա այդ քարը։ Եթե ներկա ժամանակներում դեռ միջոցները բավականի ժամանակակից եւ ոչ ինվազիվ են, այսինքն քարը փշրում ենք կամ էնդոսկոպիկ մտնում ենք, լազերով հանում ենք իր միզուղիներով կամ ներմաշկային առաջներում, քանի որ միզակարային հիվանդությունը ռեցիդիվ տվող հիվանդություններ, պատկերացրեք նույն կողքի, նույն երիկամի վրա 5 անգամ կտրենք, վիրատենք, հանենք։ Ինչի նման կլինի այդ թե մարմինը, թե այդ երիկամը այդքան վիրացությունից հետո, բայց հիմա այդ հարցը դուրս է եկել, բայց չի նշանակում, որ պիտի մնա։ Եվ քանի որ պատճառները շատ են, միշտ ուսանողներին, որ լեկցիա են կարդում, ասում ենք, որ առաջի միզաքարայության քարային հիվանդության ապացույցը Եգիպտոսի մումիաներից միզապարկի մեջ քարը հայտնաբերած է եւ նկարագրած է, նշանակում է 5000 տարի եւ ավել հայտնի էր մարդկության այդ քարային հիվանդությունը, բայց մինչեւ այսօր դեռևս չկա հստակ բուժում, որ մարդը ինչպես կարող է քարից ազատվի, այո։ Դրա համար, քանի որ քար ենք ասում, բայց իրենք տասնյակ տեսակ քարեր կան եւ միշտ կրկնում եմ բոլոր հաղորդումներին, թե ելույթներին, որ միակ ունիվերսալ ապացուցված բանը, որ պրոֆիլակտիկայի, դա մեծ քանակի հեղուկ խմել, որպեսզի մեզի խտությունը լինի ցածր, այսինքն այն աղերը չկարողանան նստվածք տան։ Դա որպես կանխարգելիչ խորհուրդ եք տալիս, հրաշալի է։ Եվ լիտոտրիպսիա, այո, քարափշրում, սա արդյոք միայն քարերի դեպքում է կիրառվում, թե ինչպես նշեցինք, նաև երիկամի հատակին նստվածքների ավազի տեսքով այս դեպքերում նույնպես կարելի է կիրառել, թե դա թեթև դեպքեր են։ Դե, գիտեք, բժշկության մեջ ամեն ինչ իր ցուցում ունի։ Ցուցում ունի, թե ինչ հետազոտություն նշանակես, ոչ թե հիվանդը գաս ինձ բետ կատե արեք։ Եթե կարող են կատը պետք չի, ինչի համար պիտի սոնոգրաֆիայի փոխարեն կատե արվի։ Օրինակ։ Այո։ Նույնպես քարափշրումը իր ցուցում ունի, էնդոսկոպիկ միջամտությունը իր, բաց վիրահատությունը իր ցուցումը։ Եվ ըստ ցուցումի է որոշվում, թե ինչ անել։ Եվ նույնպես ըստ ցուցումի իրեն նշանակվի թե հսկողությունը, թե նա քարեր կան, որ մեջ ունեն ինֆեկցիոն բաղադրիչ անտիբիոտիկոթերապիա, միգուցե երկարատև, թե պրոֆիլակտիկ սնունդային փոփոխություններ, ջրային ռեժիմը կարգավորել, իր նստակյաց կյանք է վարում, թե սկսի շարժվել, թե Իսկ սա ժառանգական կարող է լինել երիկամային քարերի առաջացումը։ Իհարկե, ինչպես բոլոր հիվանդությունները ժառանգական մաս ունի, իդեպ հենց այսօր մի քիչ ուշ եկա, վիրահատություն ենք անում մի երիտասարդի, որի շատ մեծ քար չուներ, բայց իր մոտ այդ քարը ժառանգական հիվանդության հետևանք էր, որ կոչվում է ցիստինային քար, մոտավորապես մինչև 5% կարող է հաճախականություն լինի այդպես քարերի, եւ որը շատ դժվար է ենթարկվում հեռար քարափշրման, կատարվեց էնդոսկոպիկ լազերային քարափշրում եւ կտորները հանելով, որտեղ ինքը քանի որ մեզի մեջ այդ նյութը անընդհատ կա, բոլոր կրիստալները երբ որ մնում են, շատ արագ վրան կրիստալիզացիանում հավաքվում է։ Հասկանալի։ Մեթոդ այդ տեսակ քարը կա, որին եթե ի սկզբանից հայտնի է կազմը, հեռար քարափշրման սարքով փշրելը կիրառելի չի, որտեղ հնարավոր է փշրել, բայց եթե ստանդարտ դեպքում 1-ից 2 անգամով քարը փշրվի, այս տեսակ հիվանդներին կարող 10-15 անգամ պետք լինի անել։ Այո, բնականաբար մեթոդը դուք եք ընտրում։ Հետաքրքիր է, այս process-ը ցավոտ է քարափշրման հիվանդի համար դա ցավոտ է։ Ինքը ի տարբերություն վիրահատական միջամտությունների այնքան ցավոտ չի, որ կիրառվի անեստեզիա։ Իր դեպքում կոչվում է անալգեզիա, այսինքն
ավելի թույլ ցավազրկողներ են կիրառում, որը սովորաբար մարդիկ սովոր են նաև տունը կիրառել։ Օրինակ, Իսկ ունի ռեաբիլիտացիոն ինչ որ շատ խիստ կանոններ։ եթե խոսանք հասարակ քարափշրումից, մինչև միսանցիմանոց քարի, իրենց հատուկ ինստրուկցիա է տալիս, ինչպես վարվեն, 3 օր հետո սահմանափակումներ հանվում են։ Այսինքն իրենք կարող են անցնեն իրենց առօրյա կյանքին, դեռ ըստ ժամանակացույցի մոտ գալով բժշկի մոտ հսկողության, բայց կա որ դեպքեր, երբ որ նախապես տենտ է դրած կամ խողովակներ, իրենց մենեջմենտը կավելանա այդ քարափշրման մենեջմենտին։ Այո, հասկանալի է։ Պարոն Գրաբսկի, ինչպես յուրաքանչյուր վիրահատություն հնարավոր է ունենալ իր բարդությունները։ Այս դեպքում թվում է, թե վիրահատական միջամտությունը բաց չէ եւ չկան հնարավոր տարբերակներ բարդությունները առաջանալու, բայց հետաքրքիր է այնուամենայնիվ դուք ինչ ձեր փորձից ելնելով ինչ կարծիք ունեք այս մասին։ Իհարկե ունի իր բարդությունները եւ հաճախ բարդությունները առաջանում են, երբ որ մինչև վերջ ցուցումները չի դրած ճիշտ ձևով, կան հայտնի եւ կանխատեսելի, երբ որ որոշ հիվանդություններ կան, որոնց ժամանակ չի կարելի այս մեթոդը կիրառել։ Օրինակ արյան մակարդելության խախտված հիվանդների կամ որոնք արհեստական, գիտեք, ներկա ժամանակներում սիրտանոթային հիվանդությունների ոչ ինվազիվ բուժումների ստենտեր են դրած սրտային եւ այլն, որոնք ամեն օր օգտագործում են, չէ, արյունջրիկացնող պրեպարատներ։ Եթե իրենց պետք է անել այս մեթոդը, մոտ մի շաբաթ առաջ հանվում են այդ պրեպարատները, որ մակարդելությունը տեղը գա, նոր քարափշում արվում, նոր շարունակում են, այսինքն արյունոսյան վտանգ ունեցող օրինակ հղիներին չի կարելի քարափշում անել, կամ այդ զոնաների ինչ որ հիվանդությունների կամ չարվագործքների։ Այո։ Այսինքն այդ ի սկզբանե սահմանափակումներ կան, քիչ են իհարկե, եւ կան ընդհանուր բժշկական, որ կարող է արյունոսություն լինի, ինֆեկցիայի սրացում եւ այլն, որոնք բոլորի արետ պրակտիկորեն մոտավորապես 10% են կազմում։ Այո։ Այսինքն արդյունավետությունը 90% է, եթե ճիշտ է ընտրած մեթոդը պացիենտը իր քարի տեսակ եւ մեթոդը։ Եթե պացիենտին պետք չէր քարափշրում, այլ պետք էր էնդոսկոպիկ անել, քարափշրումից էֆեկտ չենք ստանա առնվազն, իսկ բարդությունների ռիսկը բարձր կլինի։ Այսինքն քարերի տեսակից է կախված ինչ մեթոդ կընտրեք, թե մեծությունից։ Քարերի տեսակից, մեծությունից, իրենց կարծրությունից, անատոմիայից, որտեվ քարեր կան, որ առաջանում են, երբ որ երիկամից մեզ է արտահոսքը թուլացած է։ Բարձր այդ քարը, եթե փշրվեց երիկամի մեջ, իսկ միզացորանը նեղացած է, դուրս չի գա։ Մեթոդը ստացվեց, որ դիսկրեդիտացիա եղավ, քարը փշեցին, դուրս չեկավ։ Այդ դեպքում իրենց ցուցված էր էնդոսկոպիկ հեռացնել հենց քարը։ Այսինքն ամեն անգամ, եթե խոսամ մոդայիկ կամ ժամանակակից լեզվով, պերսոնիֆիկացված բժշկությունը ներկա պահին աշխարհում կա, երբ որ ամեն հիվանդին իր տվյալներից ելնելով պիտի ընտրվի իրեն պետքական մեթոդը, ոչ թե ասել բոլորին բուժում ենք այսպես, չէ։ Պրոտոկոլային, այո, ինչպես այսինքն դա կոչվում է պերսոնիֆիկացված բժշկություն։ Ամեն մարդու իր համար։ Այո, բժիշկ, եւ կցանկանայի վերջին հարցս, ձեր փորձը ինչ է ցույց տալիս երիկամների քարափշրման ենթարկելուց հետո, եթե երիկամներում կան քարեր, քարափշրելուց հետո, որքանով է տոկոսային առումով հնարավորությունը այն կրկին կրկնվելու, նորից առաջանալու։ Դուք սկզբում իհարկե նշեցիք այս մասին մի փոքր նախաբան։ Եթե վերցնենք մեր Հայաստանում ամենահաճախ հանդիպող քարերից մի տեսակը, կալցիո օքսալատ կոչվածը, իր 10 տարվա մեջ կրկնվելու նույնիսկ քարը հեռացնելուց հետո կրկնվելու շանսը 50% է, որ կկրկնվի, եթե չհետևել, չընդունել համապատասխան թե եթե դեղեպետ, թե թեոկային ռեժիմը եւ սննդային։ Այսինքն մեկի մոտ կարող է առաջի տարում կրկնվի, մեկի 9-րդ կամ 10-րդ, բայց 50% 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 50
10-ից 5-ի մոտ կրկնվելու է։ Իսկ մեթոդին կրկին կարող են դիմել։ Դե դրա համար ասեցի, որ ի տարբերություն բաց վիրահատության, այս մեթոդը հնարավորություն է տալիս այդ քարերի հարցը լուծել մինիմալ ինվազիվ է կոչվում, այսինքն ամենամեղմ ճանապարհով։ Այո։ Եվ որպես ուրոլոգ խնդրեմ նաև դուք նշեցիք, որ ջրային բալանսը պահպանելը շատ դեպքերում կանխում է նմանատիպ խնդիրները։ Ձեր խորհուրդը մեր զրույցի վերջում խնդրեմ մեր հեռուստադիտողին ինչպես ճիշտ ապրել այս առումով, որպեսզի երիկամային քարերից գոնե խուսափել որքան հնարավոր է, քանի որ գիտեմ, որ Հայաստանում այն բավականին լայն տարածում ունի։ Դե ճիշտ ապրել չեմ կարող խորհուրդ տալ, որովհետև ամեն մարդու համար իր ապրելաձևը իրեն է, բայց մեր քարերի առումով մեկ ասեցի, որ բավականի քանակի հեղուկ խմեն, մյուս ունիվերսալ ձևը դա, որ մեջը առնվազն 1 լիտրի մեջ ջրի, եթե խորհուրդ ենք տալիս 2-ից 3 լիտր օրվա մեջ հեղուկ խմել, 1 լիտրը լինի լիմոնի հյութի լուծույթ, մոտավորապես 1 լիտրի մեջ 100 գրամից 100 միլիլիտր լիմոնի հյութից ավել չէ, այսինքն ինքը պիտի լինի շատ թույլ լուծույթ, որ մարդիկ չասեն թթուն, ստամոքսին խանգարեց եւ այլն։ Ուտելիքը չի կարելի որ լինի միանվագ, միատեսակ, պետք է լինի խառը ուտելիք եւ սովորաբար խորհուրդ ենք տալիս կենդանական սպիտակուցներ պարունակող ուտելիքը շաբաթը 2-ից 3 օր լինի, մյուս օրերը չլինի այդ միսը, մեր ժողովրդին որ ասում ենք միս մի շատ կերեք, գալիս է ասում եմ միս չեմ կերել, բայց նոր քարե ունեցել, ասում եմ հավուձուկ էի ուտում։ Ուրեմն ստիպված հիմա ասում ենք վերջի 10 տարին միս չուտեք, հավի միս չուտեք, ձկան միս չուտեք եւ իրենց բուլյոնները։ Հատիկ որտեվ թվարկում եք։ իրենց թվում է թե ձուկը միս չի։ Այո։ Եվ իրենց բուլյոնները եւ քարերի տեսական ուռատային, որոնք շատ արագ են առաջանում եւ իրենք առաջանում են երիտասարդ կենդանիների միս ուտելուց, ճտերից, գառներից եւ հորթի մսից։ Հետաքրքիր առաջին տեսակա որ այո, դա շատ արագ իրեն պորինային նյութերը մեջ շատ են եւ կարող շատ արագ այդ տեսակ քարը առաջացնեն, այսինքն ընդհանուր խորհուրդը խառը ուտելիք, բանջարեղենը եւ սպիտակուցը խառը լինի եւ այո, ցանկալի է որ բուն այդ կենդանական սպիտակուցը շաբաթ 2-ից 3 օր լինի, ոչ ավել։ Ակտիվ կենսակերպ, որտեղ մասնագիտությունների հետ էլ կապված կա միզաքարային հիվանդությունը, նստակյաց հաշվապաներ, հաց թուխերը, որը շոկ միջավայրում են աշխատում, տաք, քրտնում են ջրային բալանսը խախտվում եւ այլն, վարորդները մի պլյուս ունեն, որ մեր ճանապարհները քանի որ հարթ չեն, այդ վիբրացիաներից քարերը փոքրերը շարժում դուրս են գալիս, բայց իրենք էլ այո ռիսկի մեջ են, որտեղ նստակյաց են եւ մեր արևի ուժեղ ճառագայթները եւս ազդում են այդ քար առաջացման, թե մարդկանց որ քրտնում են ջրազրկում են, թե վիտամին D-ի սինթեզը եւ կալցիի նյութափոխանակության վրա ազդելով։ Շատ ունիկալ խորհուրդ էր, պարոն Գրաբսկի, շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, դե ինչ երիկամային քարերը ունեն հրաշալի վերացնելու նոր մեթոդ, դա այսինքն այդքան էլ նոր չէ, սակայն մենք այս մասին եւս մեկ անգամ որոշեցինք անդրադառնալ այս թեմային, քանի որ մեր հետևորդներին էլ այն շատ հետաքրքիր է, դա երիկամների քարերի քարափշրումն է լազերային եղանակով, սարքի միջոցով առանց բաց վիրահատության, այնպես որ եթե պարբերաբար ձեզ ուղեկցում են այս ցավերը, հարկ է պարզապես դիմել ուրոլոգին եւ լավ ուրոլոգին, որպեսզի գրագետ լուծում ստանա հարցը, իսկ ես նրանցից մեկի հետ եմ զրուցում, Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիայի ծառայության ղեկավար Արթուր Գրաբսկին, ով իհարկե սիրով ձեզ ներկայացրեց նաև այն խորհուրդները, որոնք պետք է պահպանել։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք, եղեք առողջ։